Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Մայրաթորն անձնական վրեժխնդրություն ու դասական քաղաքական հետապնդում է որակում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը։ Փաշինյանի օրոք ազգային անվտանգության ծառայության 6-րդ ղեկավարը 35-ամյա Անդրանիկ Սիմոնյանն է։ Իրավիճակային մոտեցումները երկարաժամկետ լուծումներ չեն կարող հանդիսանալ։ Ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են Աջապահյանին առաջադրել վարչապետի թեկնածու, արքեպիսկոպոսը դեմ է։ Թեհրանում հրաժեշտ են տվել 12-օրյա պատերազմի 600-ից ավելի զոհերին։ Ծիրանի թեժ սեզոնին բազմաթիվ գյուղացիներ փաստի առջև են կանգնել։ Կարգ տարված սաղի բերքն փչանում է։ Տանող չկան, գին վաբշե չունի, կարգ տարված Ծիրանն ներկապային 35 դրամ է։ Այդ ազգային ժողովից որ մեկը կետակաբրի։ Եվ այսպես գրեթե ամբողջ գիշեր քննելով իրավապահների միջնորդությունը դատավորն ի վերջո կալանավորեց Շիրակի թեմի առաջնորդին։ Միքայել Աջապահյանը բարձրաստիճան երկրորդ հոգևորականն է, որ նույն դատավորի որոշմամբ հայտնվում է բանտում։ Եկեղեցու հետ իշխանության լարված հարաբերությունների ֆոնին օրեր առաջ էլ Բագրատ Գալստանյանն էր կալանավորվել։ Մայրաթոր ուժայինների ներխուժումից հետո վարչապետն այսօր չվիրավորելու մեկ շաբաթյա հրադադար հայտարարեց։ 62-ամյա արքեպիսկոպոսն այժմ ազգային անվտանգության ծառայության նկուղում է կենտրոն քրեակատարողականում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամիս կանցկացնի բանտում, այսպիսի որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը գիշերը 5 ժամ շարունակված քննությունից հետո։ Սահմանափակել են շփումները բացառությամբ մերձավոր ազգականների եւ պաշտպանների, բացառությամբ իրենց մնացածի մասով շփումներն են սահմանափակել։ Մենք այս որոշումը 10-օրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու։ Փաստաբանների փոխանցմամբ Միքայել Սրբազանը լավ է տրամադրված, վերջապես կհանգստանա բանտախցում։ Նրա փաստաբանական թիմը երկամսյա կալանքի որոշումը իրավական խայտառակություն է որակում։ Բացահայտ ապօրինի անհիմն, բացահայտ իրավական խայտառակություն։ Ըստ դատախազության Միքայել Սրբազանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում նրա հայտարարություններն են ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այս բանը Սրբազանն ասել է թե այս տարի, թե անցյալ ու թե նախանցյալ տարի։ Դատախազությունը եզրահանգել է, որ սա ուրեմն ոչ թե հուզական կոչ է, այլ գիտակցված գործողություն, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ, մեջբերում։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում Սրբազան պայքար անվանումով շարժման կողմից իշխանության արարևույթ զավթման եւ ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։ Արքեպիսկոպոսի փաստաբանական թիմը վստահ է, սա ուղղորդված հետապնդում է։ Միքայել Սրբազանն այս հարցազրույցներում ոչ թե կոչ է անում, այլ պատմում, թե ինչ է ասել պատերազմի ժամանակ ու սրանից բացի նա որևէ գործողություն չի պլանավորում, չի կազմակերպում։ Ըստ Արա Զոհրաբյանի սահմանադրական դատարանը դեռ 2008-ին բացել է քրեական օրենսգրքի այս հոդվածը։ Իշխանությունը զավթելու կոչերը պիտի լինեն իրական, պարունակեն նախապատրաստություն։ Անհասցե է, որ նույնիսկ հիմա ես ասեմ, ես ուզում եմ իշխանությունը զավթել, այս անհասցե կոչը, որքանով է որ ես դա ասեմ, որով հետևանք չի տալու։ Պարզվում է այն, ինչի համար այսօր մեղադրում են Շիրակի թեմի առաջնորդին, իրավապահների աչքում բոլորովին էլ հանցագործություն չի եղել 1 տարի առաջ։ Իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը 3 հրապարակեց 2 փաստաթղթեր։ Դրանցից մեկով ինքն է հաղորդում ներկայացնում Տիկին Վարդապետյանին, գլխավոր դատախազին, հանցագործության մասին։ Թեման Աջապահյանին նույն ռազմական հեղաշրջում պիտի արվի նախադասությունն է, որ 2023-ի հարցազրույցում է։ Եվ 1 տարի առաջ իրավապահները իշխանությունը զավթելու կոչ չեն համարել այդ նախադասությունը ու գործ չեն հարուցել։ 1 տարի առաջ հանցակազմ չկար, այժմ կա, իսկ հարցազրույցների բովանդակությունը նույնն է։ Փաստաբանները կասկած չունեն Սրբազանին, հետապնդում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Եթե 2023-ի մասով դատախազությունը ասել է, որ սա օրինական վարքագիծ, դու որևէ տեսակի իրավախախտում հանցագործություն չես կատարել, Սրբազանի մոտ գալիս է օբյեկտիվ ընկալում, որ սա հանցագործություն չի։ Մենք դա որակեցինք որպես պատժիժ գործողություն, ակնհայտ է, որ Սրբազանի, այսպես ասեմ, քննադատական կեցվածքը չի բավարարում վարչապետին եւ նրա հրահանգով, որովհետեւ այս ընթացքում, եթե հիշում եք, մի քանի, երևի մի 30 րոպեվա մեջ 4 հատ ստատուս գրեց։
Փաստաբանները շեշտում են այս պայմաններում շատ փոքր էր ակնկալիքը, թե սրբազանը չի կալանավորվի, հատկապես որ դատավորը arczepiskopos Գալստանյանին բանտ ուղարկած Մասիս Մելքոնյանն է։ Կալանքը ամենածանր խափանման միջոցն ընտրվել է այսպիսի հիմնավորմամբ։ Իրենք ասում են, որ կթաքնվի քննությունից, նոր հանցանք կատարի եւ կխոչընդոտի գործի քննության, իր պարտականությունը չկատարի։ Սրբազանի պաշտպանները սա խտրական են համարում, որովհետև ասում են Միքայել arczepiskopos Աջապահյանն այդ հայտարարություններն արել ու երբեք չի թաքնվել, շրջել է հանգիստ, ավելին հենց երեկ նա նորից վերահաստատել է ասածը։ Ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Սրբազանն ինքը տարակուսած էր, իրավապահները եթե իրեն էին փնտրում, ինչու տեղյակ չի եղել եւ զորախմբեր էին հասել վեհարան։ Եզրակացությունն այն է, որ իշխանությունն ուժի ցուցադրություն էր կազմակերպել։ Էջմիածնում աղմկոտ իրադարձություններից հետո arczepiskopos-ը սկզբում ոտքով, հետո մեքենայով ինքնակամ հասավ քննչական կոմիտե։ Հիմա ինքնակամ եկավ։ Տրամաբանությունը ո՞րն է, որ այս պայն ուներ հնարավորություն չթաքնվեց, հիմա որ ազատ արձակել կթաքնի, նորից որևէ պատասխան չկա։ Շիրակի թեմի առաջնորդին վերագրվող քրեական հոդվածը մինչև 5 տարով ազատազրկում է նախատեսում։ Այսօր Մայրաթորը հայտարարություն է տարածել, հորդորել դատական մարմիններին անհապաղ ազատ արձակել arczepiskopos-ին։ Էջմիածնականները սա քաղաքական հետապնդում են որակում եւ Փաշինյանի անձնական վրեժ։ Միքայել arczepiskopos-ի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով քաղաքական հետապնդում եւ դրսեւորում անձնական վրեժ խնդրության իրեն քրիստոնյա եւ հայ եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախորդին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան arczepiskopos-ն է հայտարարություն տարածել, ամոթալի ու անպատվաբեր համարել անվտանգության ուժերի վեհարանի տարածք խուժելը։ Պատրիարքի ձևակերպմամբ իրականությունը պայթեց ռումբի չափ ուժգին ցնցիչ սաստկությամբ, հորդորն է կանգ առնել։ Կոչ կնենք անհապաղ երկուստեք նահանջել, գետ կանգ առնել այն կետին, ուր մեզ հասցուցած են վերջին դեպքերը, եւ կանգ առնել հանդարտությամբ եւ խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգիով, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզի անդունդ պիտի տանի։ Մխիթարյան միաբանությունից աղոթքներ են տարածում անսասան պահելու հայրապետական աթոռը, գահակալ սրբազնագույն կաթողիկոսն ու հայ ազգը։ Ամենակալ Տեր Աստված թող փրկե մեզ չարեն եւ անոր բոլոր արբանյակներեն, հայտարարում են մխիթարյանները Վենետիկից։ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի շրջանակներում արդյոք իրավական նոր հետևանքներ կլինեն։ Մամուլում առայժմ ենթադրություններ են, գուցե ուժայիններն առաջիկայում Գուգարքի թեմի առաջնորդին որոնեն։ Նա էլ էր վարչապետին հակաճառել։ Սպասում եմ, պատրաստ եմ, ասաց Հովնան եպիսկոպոսը քննչական կոմիտեի շենքի մոտ Միքայել Սրբազանին աջակցելու էր եկել։ Քեստով եմ թող ձերբակալեն։ Լավ լուրն այն է, որ վարչապետ Փաշինյանը որոշել է Facebook-ում արձակուրդ վերցնել։ Հուլիսի 1-ից մինչև 5-ը վատ բառեր չի օգտագործելու։ Ըստ Փաշինյանի հայհոյախոսությունից անցնում են քաղաքակիրթ բանավեճի, հիմնվում միայն ստուգված փաստերի վրա։ Իդեպ Facebook-ն արգելափակել էր Փաշինյանի վիրավորական գրառումներից մեկը, որում պոռնկության մեջ են մեղադրվում մի կաթողիկոս, մի սրբազան ու մի քահանա։ Հայհոյախոսության սառեցումն այս արգելափակման հետ կապ ունի, թե չէ, Աստված գիտի։ Միաժամանակ երեկ նաև Միքայել Աջապահյանին վարչապետ ընտրելու հարցը օրակարգ մտավ։ Էդմոն Մարուկյանի առաջարկին միացան վերջին ամիսներին իրար հետ անհաշտ խորհրդարանական խմբակցությունները, բայց բանը անգամ չհասավ ազգային ժողովում ստորագրահավաքին, arczepiskopos-ը բանտից վերջ տվեց հետագա զարգացումներին, նախընտրում է հոգևոր պաշտոնը։ Վեհարանից վարչապետի թեկնածու դառնալու առաջարկ արդեն կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը թեև դեմ է, որ ընդդիմություն իրեն առաջադրի վարչապետի պաշտոնում, միևնույն է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն այս հարցում կոնսենսուս ունեն։ Հաշվի առնելով հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, Հայաստան խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ գրառում է արել ու հայտարարել, թե Սրբազանը գուցե մտափոխվի հիմքում ունենալով մեծ թվով պատգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը։ Վարչապետին ամստահություն հայտնելու գործընթացը մինչ այս տեղից չի շարժվել հենց ընդդիմության ներսում տարակարծությունների պատճառով։ Ինչ է փոխվել այսօր, Աբրահամյանը պարզաբանեց։ Դրա հետ կապված դրական մոտեցում արտահայտել են մարդիկ կամ ուժեր, որոնք մինչև այս պահը դա համարում են անուշ գործընթաց կամ որևէ տեղ չտանող process։ Հիմա երբ որ հնարավոր է եղել քաղաքական process-ները բերել, հասնել մի կետի, երբ որ այն ուժերը, որոնք դա անլուրջ էին համարում կամ որևէ տեղ չտանող էին համարում, բայց այսօր սկսել են այն դիտարկել, դա արդեն իսկ այս ճանապարհին 1-2 քայլ առաջ է։ Երբ ամստահության գործընթացի թեման նոր էր մտնում քաղաքական օրակարգ, շատերը, այդ թվում մենք զգուշավոր էինք, ասաց Աբրահամյանը, բայց գործողությունները դեռ այս ընթացքը չէին ստացել, որ ձերբակալվեն հոգևորականներ ու գործարարներ։ Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու միտքը արտախորհրդարանական ուժերից Լուսավոր Հայաստան խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը առաջ բերեց։ Աճապահյանն արձագանքեց ձեռագիր նամակով։ Ես լիովին բավարարած եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում։ Թեև arczepiskoposը դեռ քննչական գնալու ճանապարհին էր ասել, որ դեմ է այս գաղափարին, Էդմոն Մարուքյանն ազատության հետ զրույցում պնդեց, Միքայել Սրբազանը արդեն ձերբակալվածի կարգավիճակով է իր գրավոր հայտարարությունն արել։ Ինչ պայմաններում ա գրել, ոնց ա գրել, ով ա համոզել, ով չի համոզել, ես այդ դաշ չեմ մտնում։ Իրեն քննադատողներին, հատկապես եկեղեցականներին Մարուքյանը չանդրադարձավ, բայց շեշտեց. Միքայել Սրբազանին չկալանավորելու միակ տարբերակը նրան վարչապետի թեկնածու առաջադրելն է եղել, ովքեր դեմ են եղել, հանձնել են Սրբազանին։ Ինչ է փոխվել քաղաքական դաշտում, որ հույս կա վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ի վերջո կյանքի կոչել։ Մարուքյանը մատնանշեց. Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աննախադեպ կոնսոլիդացիան, հատկապես որ ժողովուրդը թույլ չտվեց ձերբակալել Սրբազանին։ Կոնսոլիդացիա եղավ փողոցում եւ քաղաքական ուժերում միաժամանակ։ Տեղի ունեցել մի բան, որը որ մինչ օրս չէր եղել։ Մինչ օրս իշխանությունը որևէ հարցում հետ քայլ չի արել։ Սա առաջին դեպքն էր, որ հետ քայլ արեց, եւ նաեւ մինչ օրս չի եղել առաջադրված տեխնացու, որը ունենա համապատասխան փաստաթղթեր, այսինքն ՀՀ քաղաքացի լինի, Հայաստանում բնակվող լինի եւ այլն, հա։ Նկատի ունեմ մարդ, որի շուրջ եղավ այդքան ուժերի կոնսոլիդացիա։ Հիմա պարզա գիտեք, որ իմ տեխնացիոն նույնպես առաջադրվել էր, բայց այդ կոնսոլիդացիան չեղավ։ Սրբազանի վարչապետի թեկնածու դառնալու մտքին գրառմամբ անդրադարձել է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը։ Քաղաքական ուժերը վարքագծով ավելի շատ հիշեցնում են խաղացողների, քան իրավիճակի լրջությունը գիտակցող առաջնորդների, մեջբերում եմ, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք գնդակ են խաղում։ Դուք այսինչ անկյալ հոգիներ եք, դուք այսինչ վաճառականներ եք, այսինչ զզվելի առևտուր եք անում եւ այս ամենի մեջ ներքաշում հոգեվորականությանը։ Լսեք, ապաշնորներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք հայոց հայրապետի անունը եւ ստեղծեք այն պատրանքը, որի փր Սուրբ եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը։ Արիություն ունեցեք եւ արժանապատվություն, խոստովանելու ձեր անկարողությունը եւ հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն եւ կիրագործեն այդ գործը։ Հերու գնացեք, հերու խաղացեք ձեր ֆուտբոլները, հոգևորականներս ձեզ համար խամաչիկներ չենք եւ թույլ չենք տա ստվերել հայոց հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը։ Ժամանակն է, որ ազգը տեսնի ու ճանաչի ով է իրապես ազգասեր, հայրենասեր ու աստվածավախ եւ այդ իսկական զավակների միջից դուրս բերվի նոր առաջնորդություն, այնպիսի գործիչներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել պետության ճակատագիրը, եզրափակել է Աբեղան։ Եվ Աճապահյանի հոգևոր հոտի շիրակցիների կարծիքը երեկվա զարգացումների մասին։ Ազատության հարցումները Գյումրիում, որտեղ երեկ ևս հասել էին ուժայինները, խուզարկել առաջնորդարանը, arczepiskoposi աշխատասենյակը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի կալանավորումը Գյումրիում մի քանի կոնկրետ բառերով են բնորոշում։ Ահա որ է մի բառով խայդարագություն է։ Սա Հայաստան չի, չգիտեմ ինչ աշտոտ, չգիտեմ։ Դա ոչ թե նրան են կալանավորել ամբողջ հայ ազգին, այսինքն քրիստոնեությունն են կալանավորում։ Ներկա եղել եք հեչպատարակներին, Սրբազանի։ Հա, ինչի՞ չէ, շատ մեծ հաճույքով, ինքը շատ գիտակ ու խելացի պատրաստված մարդ է, շատ գիտակ։ Երբևէ լսել եք, որ ինքը հա այսպես Ես մի բան գիտեմ, որ ինքը հայասեր է, սիրում է իր հայրենիքը եւ հայերին։ Այդ մի բանը հաստատ կարող եմ ասել։ Դա անպատվություն է, դա ազգային վիրավորանք է, վրդովմունք եւ հիասթափություն։
Մայրաթորում իրավապահների երեկվա գործողություններից ու թեմի առաջնորդի կալանավորումից հետո այսօր տեսախցիկի առաջ շատերը խուսափում էին խոսել։ Օրինակ հետևում եք եկեղեցում երեկվատեղի ունեցածին, ինչ կասեք։ Կներեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում, շատ կներեք։ Չէ, չեմ խառնում, ես քաղաքականության կներեք։ Ոմանք էլ չցանկանալով տեսանկարահանվել տեսախցիկից այն կողմ թեմի առաջնորդի ձերբակալությունը շոու էին որակում, իսկ կալանավորումն անարդար։ Երեկոյան արդեն Սուրբ Յոթվերք եկեղեցում ժամերկություն էր։ Առաջնորդարանի դռները բաց էին, բայց թեմի առաջնորդի կեցարանը փակ էր։ Տերնշան քահանա Պարֆյոնովը երեք ամբողջ օրը Մայրաթորում Սրբազանի կողքին էր։ Տերնշանի համար երեկվա իրադարձությունները, ապա Սրբազանի կալանավորումը սպասելի էր։ Մենք որևէ բան սպասում ենք, երբ որ նայում ենք հերթականությանը։ Մենք հաշվելու տեսնելու հնարավորություն ունենք հոգևորականներս։ Եթե մակագրվում է այն դատավորին, որ 2 օր առաջ այլ arczepiskopos է ուրեմն կալանավորել, գիտեք ինչ, առաջ ասում եք կոմպյուտեր կար, որը նշում էին եւ ինքն էր որոշում, թե որ դատավորը պիտի դատի։ Այս մարդիկ դա հանետ արել են։ Հիմա իրենք են որոշում, թե որ դատավորը պիտի դատի։ Եվ այնտեղից արդեն անարդարությունը սկսում է։ Տերնշանը շարունակում է, arczepiskoposները առաջին կալանավորված եկեղեցականները չեն հայոց եկեղեցու պատմության մեջ, դրանով փորձում են վաղ սերմանել օրվա իշխանությունները։ Այն մարդկանց, ովքեր որ սիրում են գլուխ բարձրացնել այս իրավիճակի մեջ եւ իրենց գործողություններին հակառակ խոսել, բոլորին այսպես ինչ որ վախեցնելու մեսիջ էր։ Հատեսեք, եթե Սրբազանին արեցինք եւ այլն, օրինակ եւ այլն։ Բայց դա չի ստացվի, որովհետեւ ժողովուրդը նախ այսօր այդպես է քնած չէ, ոնց որ ասում եք, լավ է հասկանում, եւ իրենք էլ են դա լավ հասկանում, եւ այս ամեն ինչը այդ վախի մտնոլորտ ստեղծելն է իրականության մեջ։ Ինչ վերաբերում է Սրբազանին առաջադրված մեղադրանքին, ապա իրենք է գիտեն, որ դա սխալ է, որովհետեւ եթե մի տարի առաջ նույն ասված խոսքերը հանցակաց չէին պարունակում եւ դա իրենց դատախազության, այսինքն տված պատասխանն է, ուրեմն պատկերացրեք, այսինքն իսկ մի տարի հետո դարավ արդեն դա քրեական հանցանք, որ կարելի է փակել, մեկուսացնել, գոնե ասել տնային կալանք լիներ եւ այլն, տանել քրեակատաղորական, բարձ երևում է քաղաքական պատվեր։ Միքայել arczepiskopos Աջապահյանը շուրջ 4-րդ դար առաջնորդելով Շիրակի թեմը բոլոր իշխանություններին է քննադատել, հաճախ անխնա։ 2008-ից հետո միակ թերևս թեմի առաջնորդն էր, ով այցելում էր բանտերում քաղբանտարկյալներին ու նրանց հացադուլները դադարեցնում։ Տերնշանը հիշեցրեց, Նիկոլ Փաշինյանին էլ է Սրբազանը բանտում այցելել։ Նրան էլ է այցելել։ Վերևում նստածին ինքը լավ գիտի։ Այսինքն արդիկ քրեակատաղական հիմնարկում այցելել է Փաշինյանը։ Իհարկե։ Իր տիկինն էլ է եկել հանդիպել Սրբազանի հետ, բայց դե երախտամոռ մարդիկ կան։ Փաշինյանն այսօր այսպես ասած հրադադար է հայտարարել մինչև հուլիսի 5-ը։ Ինչու հենց Սրբազանի կալանավորումից հետո հետաքրքրվեցինք Տերնշանից։ Աստված գիտի, կարող է իր հետևում կանգնածներն են իրեն այդ հասկացրել, որ պետք չի շատ սրել, ինչ իմանամ։ Ուրեմն, գուցե իր հերթական մանյովրն է, որ ժողովուրդ ավելի չսրվի այս իրավիճակում, որտեղ զգում է, որ ժողովուրդը հակառակվելու, այս գործողություններին հակառակվելու, գուցե զգում ենք այդ ամեն ինչը, անում է այն, ինչ որ անում է։ Իսկ որ մի փոքր հանդարտեցնի իրավիճակը։ Հետո բայց մենք միամիտ չենք, որ ինքը այդպես պիտի ավարտի։ Տերնշանն ասում է ճաղերից այն կողմ էլ Սրբազանը շարունակում է ղեկավարել թեմը, թերևս միակ լավ բանը ըստ քահանայի այն է, որ Սրբազանը ի վերջո ժամանակ կունենա հանգստանալու։ Հիմա Սրբազանը Աստծո ողորմությամբ նույնիսկ այս անօրինության պայմաններում Աստված ասում է ամեն չար բանից լավ բան կարող է հանել։ Մի փոքր հանգիստ կգտնի ֆիզիկական իմաստով։
Մեր թղթակից Շողիկ Գալստյանը գրանցվել ու մասնակցել է կրթվել է Նորաձևի արշավի հերթական հանդիպմանը։ Պետբյուջեի միջոցներով անցկացվող հավաքները փակ դռների հետևում են, տեսագրել ու ձայնագրել արգելված է։ Ազատության լրագրողը հարցեր է ուղղել վարչապետին, պատասխանները հիմա կփոխանցի իր նշումներով։ Քիչ առաջ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում ավարտվեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած կրթվելը Նորաձև է շարժման հերթական հանդիպումը։ Այս հանդիպանը նաև ես էի մասնակցում եւ կփորձեմ այժմ ներկայացնել, թե ինչ մթնոլորտում եւ ինչպես են անցնում այս հանդիպումները, որոնք վերջերս պարզվեց, որ կոնկրետ այն հանդիպումները, որոնց վարչապետն է մասնակցում, պետական ֆինանսավորմամբ է նաև իրականացվում։ Բանախոսությամբ նախհանդես եկավ վարչապետի տիկինը Աննա Հակոբյանի ներկայացրած բանախոսությունը կրում էր «Մնացել ենք 5-րդ դարում» խորագիրը եւ Աննա Հակոբյանը ցիտատներ էր առանձնացրել Մովսես Խորենացի, Հովանես Թումանյան, Հրանտ Մաթևոսյան, Եղիշետ Չարենց, Վանո Սիրադեղյանն կարդում էր ցիտատները, մեջբերումներ անում տարբեր ժամանակաշրջանների հայ մեծերից եւ ցավով էր նշում, որ նախկինում ընթերցել է նույն Խորենացուն, Թումանյանին, Չարենցին, սակայն դրանք իրեն միայն հպարտություն են ներշնչել, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նա ասաց մեջբերեմ հիմա ես կարդում եմ եւ հպարտության փոխարեն գլուխս կախում եմ, այդպիսի ժառանգություն ստանալ, ինչպես մեզ է փոխանցվել եւ չկարողանալ պատմության անիվը պտտել, Աննա Հակոբյանը համարում էր շատ մեծ ձախողում մեզ համար, եթե այսպես ձևակերպենք, ամեն դեպքում ինքը ասում էր, որ պետք է այդպիսի ժառանգություն ունեցող ազգը ուրիշ կերպ օգտվեր եւ հետագայում նաեւ ուրիշ կերպ օգտագործեր այս մեր մեծերից եկած տողերը, պետություն եւ ուժեղ պետություն ունենալու եւ ուժեղ երկիր դառնալու համատեքստում նա այս ուղերձներով իր բանախոսությունը ավարտեց, հետո արդեն խոսքը փոխանցեց վարչապետին, Նիկոլ Փաշինյանը երկու առանձին բանախոսությամբ հանդես եկավ, առաջինը կոչվում էր խորագիր առաջինին հետևյալներ, ինչպես իմանալ, այստեղ վարչապետը անդրադառնում էր այն թեզերին, որոնք մենք հաճախ նաև լսել ենք խորհրդարանում, կառավարությունում նրա հայտարարությունների, ելույթների ժամանակ, ինչու են մարդիկ բիզնես սկսում, չեն հաջողում, ինչպես է ստացվում, որ աշխատում են, սակայն մեծ հաջողությունների չեն հասնում եւ կամ ինչու են ապարբերաբար դժգոհում աշխատանք չունենալուց եւ բանախոսությունը վարչապետը շարունակեց ներկայացնելով լսարանին իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այստեղ եւս ես նոր բաներ չեմ կարող փոխանցել, որովհետեւ այդ դասախոսությունը, այդ բանախոսությունը կրկին այն ելույթների տրամաբանության մեջ էր, որոնք Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հնչեցնում է, երբ ներկայացնում է իր իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կարողացա հնարավորություն ստացա հարց հնչեցնել վարչապետին, հարցերը, որոնք ես հնչեցրեցի, առաջացրեցին վրդովմունք ներկաների շարքերում։ Հարցս հետևյալի մասին էր, ես քանի որ իրենց ելույթներում թե Տիկին Հակոբյանի եւ թե պարոն Փաշինյանի ելույթներում կարմիր թելի պես անցնում էր մի գիծ, որ մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, գործող օրենքներ, ամուր իրավակարգ, ես փորձեցի դրա տրամաբանության մեջ հարցնել, հարցս ուղիղ մեջ բերեմ, հարցս հետևյալն էր, որ այս օրերին, երբ հոգևորականները վարչապետի հետ ունեն կոնֆլիկտ եւ սրան զուգահեռ վարչապետի էջում պարբերաբար հայտնվում են նրանց անձնական կյանքի մասին մանրամասներ, ես հարցրեցի վարչապետին, արդյոք կասկածներ կան, որ այս մանրամասները, որ հայտնվում են իր Facebook-յան էջում, դրանք ձեռք են բերվում նրա որպես վարչապետ ունեցած լծակների շնորհիվ եւ հետո նաեւ տարածվում են եւ եթե իրականությանը չի համապատասխանում, խնդրեցի հստակեցնել, թե այդ դեպքում ինչպես են վարչապետի ձեռքի տակ հայտնվել հոգեվորականների անձնական կյանքի մասին տվյալներ։ Լսարանին զայրացրեց հնչող հարցը եւ նրանք պարբերաբար տեղից փորձում էին տարբեր հայտարարություններով, տարբեր
կերպով խոչընդոտել, որ ես հարցը շարունակեմ հնչեցնել, ես մի պահ լռում էի, այդ ընթացքում նաև վարչապետներ նրանց առաջարկում թույլ տալ ինձ շարունակել հարցը հնչեցնել, եւ այդպես մի քանի փորձից հետո ես հարցը ավարտեցի եւ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով հարցիս հայտարարեց, որ նախ ինքը հոգևորականների հետ խնդիր չունի, նրանց խնդիրը Աստծո հետ է, այսինքն հոգևորականների, որոնք ըստ իրեն խախտել են կուսակրոնության ուխտը, ապա շարունակեց անդրադառնալ արդեն հարցիս այն մասին, որ անձնական բնույթի տեղեկություններ է ինքը հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը այստեղ էլ հայտարարեց, թե կաթողիկոսը չի կարող անձնական կյանք ունենալ եւ եթե նա անձնական կյանք ունի, այսինքն ասած, որ ուխտ է արել չունենալու անձնական կյանք եւ եթե անձնական կյանք ունի, ուրեմն նա կաթողիկոս չէ, պնդեց, որ տվյալները ինքը ստանում է ազգային անվտանգության ծառայությունից, բայց սա կապեց վերջերս կալանավորված Բագրատ arczepiskopos Գալստանյանի կազմակերպած ըստ իրավապահների կազմակերպած այդ ահաբեկչության հետ, սա իրավապահների որակումն է եւ Նիկոլ Փաշինյանը եւս այս որակումները օգտագործեց եւ նշեց, որ ազգային անվտանգության ծառայությունը այս համատեքստում է իրեն ինֆորմացիա տվյալներ փոխանցում եւ որևէ անօրինական բան չկա դրանում, երբ վարչապետին ենթակա մարմինը վարչապետին տվյալներ է փոխանցում երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ, բայց վարչապետը այդպես էլ չհստակեցրեց եւ ուղիղ չասաց, արդյոք այդ անձնական տվյալներն էլ, որոնք ինքը հրապարակում է, դրանք եւս տրամադրում է ազգային անվտանգության ծառայությունը, ես ճշտող հարց տալու հնարավորություն չունեցա, կրկին նշեմ, որ առանց հստակեցնելու, որ արդյոք այդ տվյալների մեջ մտնում է նաև անձնական բնույթի տվյալները, թե ոչ, սա չհստակեցվեց։ Հաջորդ հարցս վարչապետին վերաբերվում էր այսօր արդեն 2 ամսով կալանավորված Շիրակի թեմի առաջնորդին, որի վերաբերյալ, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հարուցված էր այս օրերին քրեական գործ եւ նրան էլ մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու համար։ Ես հարցրի վարչապետին կրկին իրավական պետություն ունենալու համատեքստում 1 տարի առաջ արված այս հայտարարությունը, 1-1.5 տարի առաջ արված այս հայտարարությունը դատախազությունը դիմում էր ստացել, ուսումնասիրել եւ համարել էր, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան այս հայտարարությունից հետո, մինչդեռ այդ նույն հայտարարությունը այս օրերին դարձավ քրեական գործի հիմք եւ arczepiskopos-ը 2 ամսով կալանավորվեց։ Ես վարչապետին հարցրեցի, արդյոք սա չի նշանակում, որ հիմնավոր են մարդկանց այն պնդումները, որ գլխավոր դատախազը հենց եկեղեցու հետ կրկին ունեցած տարաձայնությունների ֆոնին գործել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով եւ կալանավորել է Աջապահյանին։ Այստեղ նշեմ, որ այս հարցն էլ կրկին վրդովվեցնում էր լսարանին, բայց Նիկոլ Փաշինյանը այդուհանդերձ պատասխանեց այս հարցին եւս եւ քանի որ ես այդ պահին ներսում էի եւ տեղյակ չէի, որ դատախազությունը այս մասով եւս պարզաբանում է ներկայացրել, մեջբերեց ըստ դատախազության պարզաբանումը, նշելով, որ քրեական գործի հիմքում է եղել նաեւ, եթե չեմ սխալվում, վարչապետը ասաց այս օրերին հունիսի կարծեմ 25-ի եւս մի հայտարարություն, որ Աջապահյանը արել է, ըստ էության Նիկոլ Փաշինյանի վերահաստատելով նախորդ տարվա իր հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ինքը չի ելնում այն տրամաբանությունից, որ մարդկանց էմոցիոնալ հայտարարությունների համար պետք է դատել կամ քրեական գործ հարուցել, բայց ասած, երբ որ դրանք արդեն կրկնվում են եւ երբ որ Շիրակի թեմի առաջնորդը վերահաստատել է իր հայտարարությունը այն ֆոնին, երբ բացահայտվել էր իրավապահների կողմից Բագրատ Գալստանյանին առնչվող այդ պատմությունը, վարչապետը նշեց, որ այդ ֆոնին արդեն իրավիճակը փոխվում է եւ իրավապահները գործել են ըստ այդ իրավիճակի։ Իմ հարցերին փոքր արձագանք կատարեց նաեւ Աննա Հակոբյանը, հայտարարեց, որ ինքը հարգանք ունի լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ, բայց այդուհանդերձ
դիմելով ինձ ասաց, որ այս միջոցառումը քաղաքացիական պայմանագրի գրասենյակը չէր կամ ասուլիս չէր, որ ես այդ հարցերը հնչեցնեի։ Տիկին Հակոբյանը նաև շարունակեց, ձեռքը վերցրեց Մովսես Խորենացու ցիտատները եւ շարունակեց նշելով, կրկին մեջ բերելով եկեղեցականներին վերաբերող հատվածը, նշեց, որ կրոնավորները, կրկին հիշեցրեց այդ հատվածը, որ սնափառ են եւ ցուցամոլ են, ինքն էլ իր կողմից ասաց, որ հավելում է նաեւ հանցավոր են եւ ահաբեկիչ, մեզ էլ այս ֆոնին առաջարկեց դիրքավորվել որպես քաղաքացի, կային նաեւ ազատ տեղեր, դրանք քիչ չէին, մասնակիցները, ինչպես արդեն ասացի, եւ վարչապետն ու Տիկին Հակոբյանն էլ էին արձանագրում, ոչ բոլորն էին, որ առաջին անգամն էին մասնակցում, այսքան էր ընդհանուր առմամբ այսօրվա հանդիպման վերաբերյալ այն ինֆորմացիան, որ ես ձեզ կարողացա նշումներով փոխանցել։ Լրատվական կենտրոնն եք դիտում, օրվա լուրերը կարդացեք նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Փաշինյանի օրոք ազգային անվտանգության ծառայության 6-րդ ղեկավարը 35-ամյա Անդրանիկ Սիմոնյանն է։ Իրավիճակային մոտեցումները երկարաժամկետ լուծումներ չեն կարող հանդիսանալ։ Թեհրանում հրաժեշտ են տվել 12-օրյա պատերազմի 600-ից ավելի զոհերին։ Ծիրանի թեժ սեզոնին բազմաթիվ գյուղացիներ փաստի առջև են կանգնել։ Կարգ տարված է սաղի բեկնը փչանումը, տանող չկան, գին վաբշե չունի, կարգ տարված Ծիրանը ներկապային 35 դրամ է։ Այդ ազգային ժողովից որ մեկը կետակաբրի։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, 35-ամյա Սիմոնյանը 2021-ից է ծառայությունում, մինչև այդ աշխատել է դատախազությունում քննչական կոմիտեում։ Անդրանիկ Սիմոնյանը Փաշինյանի կառավարության արդեն 6-րդ ԱԱԾ տնօրենն է։ Արմեն Աբազյանը աշխատանքից ազատվեց Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ժամեր անց վարչապետն ասել էր, թե նա աշխատել է ամենաբարդ շրջանում 2020-ի նոյեմբերից եւ արժանի է մի քիչ հանգստի։ Այն որ ինքը կառավարության նիստի ժամանակ հստակ ասեց, որ պետք է պարգևատրման ներկայացնել, դա արդեն իսկ արձանագրում է, որ ինքը գոհ է իրավապահ մարմինների, մասնավորապես ազգային անվտանգության ծառայության գործողություններից, այլ հարց է, թե մենք գոհ ենք արդյոք ազգային անվտանգության ծառայության կամ իրավապահ մարմինների գործելակերպից եւ վերստին էլի պետք է հիշեցնեմ, որ ի սկզբանե հատկապես հեղափոխությունից հետո եւ մինչ օրս մենք գտնում ենք, որ պետք է իրականացվի վեթինգ համակարգում զտում, որովհետեւ ըստ էության կադրային բանկը ազգային անվտանգության ծառայության նույնն է մնացել։ Ինքը երբ որ ինչ որ մի անց, այդ թվում է հիշենք Վանեցյանին, որը նույն համակարգի երկարատև ծառայող էր, նշանակում է այդ պաշտոնի, այնուհետև դժգոհ է լինում, հետո ասենք Աբազյանին նշանակում է, հետո ասում է, որ հոգնել է, այս հատային, հատվածային մոտեցումները ըստ իրավիճակի լուծումների այս ճանապարհը մեզ մեր մոտ այնպիսի տպավորություն է թողնում, որ սկսում է գործողություն կատարել կամ այդ փոփոխություններով ընդամենը պահային ինչ-որ խնդիրներ լուծելու համար։ Որտեւ եթե Աբազյանը հոգնած է եղել, ասենք թե երկար ժամանակ, ապա վերջինաշուտ նրա տեղակալի նաև հենց նոր նշանակված, այսինքն ոնց է լինում, որ միայն պետն է հոգնում, բայց տեղակալը չի հոգնում։ Եթե համատեղ են կամ համակարգ աշխատում, պետք է երկուսն հոգնած լինեն, չէ՞ վերջինաշուտ։ Այսինքն սա մի կոնկրետ օրինակ է, որ իրապես չկա այդ համակարգային ուրեմն մոտեցումը, այսինքն իրավիճակային մոտեցումները երկարաժամկետ լուծումներ չեն կարող հանդիսանալ։
Ծիրանի ամենաթեժ սեզոնին բազմաթիվ գյուղացիներ փաստի առջև են կանգնել, հակակարկտային կայանները չեն աշխատել, բերքը վնասվել է, կառավարությունը հրավիրում է իրենց այգիներ։ 5 հեկտարանոց այգուս ծառերն առատ բերք են տվել, բայց կարկուտի հետքերով ծակծկված ու վնասված այդ ծիրանը ոնց վաճառեմ, որ ապրեմ։ Դառնանում է Արաբո Փիլոյանը, որն արդեն երկրորդ տարին է բախվում նույն խնդրին։ Հենց հիմա մեկի իմ այգու, մեկի իմ հարևանի, իմ գյուղացքի այգին է, որ կարգ տարված է, սաղի բերքն է փչանում է։ Տանող չկան, գին վաբշե չունի, կարգ տարված ծիրանը ներկապային 35 դրամ է։ Այդ ազգային ժողովից որ մեկը կետակ ապրի 35 դրամով։ Փիլոյանն ասում է, եթե այգուց մի քանի քայլային կողմ տեղադրված կարկտակայանը ժամանակին աշխատեր ու կարկտաբեր ամպերը ցրեր, իր ընտանիքը կրկին միլիոնների վնասի տակ չեր ընկնի։ Այսինքն ով ատուժում իմ նման մարտնատուժում որ ամեն տարի կարա կարկուտենա։ Ես Փաշինյանի կայքին եմ գրել։ Ուղղակի ինքը ոչ ուզում այդ ամեն ինչը բացինայի տեղեկացված չի մարզերում ինչա կատարվում։ Վարչապետին ինչ են ասում, վարչապետին ինչ ձևի մտածում իր ժողովրդի մասին, մտածողը մարկը դնի կուղարկի մարզերը, կասել է գնացեք մի հատ ժողովրդի բերքը հասել հասկացան կարկուտեկա, հələ մի հատ գնացեք մտեք այդ մարդիկ որ բողոքում են տեսեք իրանց վիճակը ոնց է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս հայտարարել էր, մեկ օրում 96 բեռնատար ծիրան է Հայաստանից արտահանվել, իսկ առհասարակ հունիսի 1-ից մինչև 24-ը ծիրանով բեռնված 598 մեքենա է հատել Ռուսաստանի մաքսային սահմանը։ Արաբո Փիլոյանն ասում է, գուցե իր բերքն էլ լիներ այդ արտահանվողների շարքում կամ գոնե տեղական գործարանները գնեին, եթե 2 տարի շարունակ հնչեցրած բողոքները տեղ հասնեին։ Այգուց մի քանի քայլ այն կողմ տեղադրված կարկտակայանը նորոգվեր, պետությունից վնասի փոխհատուցում ստանար կամ որևէ այլ աջակցություն։ Փիլոյանը լսել է այն համայնքներ, որտեղ նախարարն այցելել է, հետո թղթեր են պահանջել, որ կարկուտի վնասը հաշվեն, նեղսրտած է։ Ինչու իրենց եւ հարևան այգիներ էլ չի այցելում նախարարը։ Պապոյանը ոնց որ ելը գնացել էր Արտաշատ, մենակ Արտաշատով չի։ Սա Հայաստանը պետք է ֆրան այն ժողովրդի վիճակը ինչ վիճակ է։ Մանավանդ մարզերի, բակի իրան Երևանի մեջից դուրս ոչ մի բան չգիտեն, չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը։ Մենակ կարան լավագույնը ասեն, լավ տոննաժը Հայաստանից դուրս գալը, ի՞նչն է դուրս գալը։ Արդեն բերքը հասել է, վերջնի տամոջները խնդիրայել է, թե Ռուսաստանի հետ կապված, թե Եվրոպայի հետ կապված։ Ամեն ինչն էլ շատ լավ տեղեկացած եմ, ամեն ինչն է խնդրեմ ա եղել։ Ի՞նչն է լավ եղել։ Որովհետեւ ճոխ ներկայացնում են գրուզները, դուրս ակա գրուզները դուրս չի գալու, գրուզները տամոջներում փչանում է։ 5 հեկտարանոց այգին բանկում գրավադրելու դեպքում էլ ընտանիքին չի հաջողվում բավարար գումարի վարկ վերցնել, որ այգու խնամքով զբաղվեն, նախորդ տարիների վարկերը մուծեն, ապրեն։ Պարտքերի մեջ խճճված այս ընտանիքը նախորդ տարի 6 միլիոն դրամի ներդրում է արել, այս տարի 5, բայց շուրջ 70 տոննա առողջ բերքի հույսն ամեն տարի մարում ու մարում է։ Եթե նախորդ տարի կարողացել են 1 կիլոգրամը 40 դրամով վաճառել, ապա այս տարի 30 դրամով մի կերպ են համոզում գնորդին։ Ծիրանի զգալի մասն էլ գետնին է մնում, տանող չկա։ Ով կտանի այդ ապրանքը։ Այդ իսկի զավոդը չի ուզի այդ ապրանքը ընդունի, որովհետև կարկուտ խփածա չեչոտելա եսի ինչ ա դարը։ 30-ից 35 հոգի օրինակի համար գյուղերից մարդ են գալի, որ իմ բերքը հավաքեն տանենձի, ամեն մեկը 8-ից 10,000 դրամ գումար ա ուզում օրը։ Եթե ես այդ չկա, պետք է տանեմ զավոդ այդ աթխոդը 35 դրամով հանձնեմ, դե ինչ գրուզ պետք է ես քաղեմ, որ կարողանամ այդ 35 դրամով այդ կամ փող ապավեմ, ինձ էլ փող մնա մեջը։ Պլյուս ես իմ վարկերը կարողանամ փակեմ, ոչ մի ֆուրատեր էլ չի ուզում մտնի այն այգին, որ այգում որ կարկուտ այգի։ Պաշտոնյաները պարբերաբար գյուղացիներին խորհուրդ են տալիս այգիները կարկուտից պաշտպանել ցանցերով կամ ապահովագրել։ Արաբո Փիլոյանն ասում է, վարկերը, ջրի վճարները, աշխատավարձերը, հողի հարկն ու մյուս ծախսերը թույլ չեն տալիս նման ծախսեր անել։ 2018 թվականից հետո փորձել է ապահովագրել այգին, բայց դժգոհ է, ասաց դա էլ չարդարացված ծախս է։ Վերջի անգամ մենք ապահովագրել ենք մեր հողերը մոտավոր մի 6 տարի առաջ, եթե չեմ սխալվում։ Ցրտարությունն էլ ավետ տարին, Ծիրանը քաղելու առաջ օրը ապահովագրությունից եկան, ինձ ասեց ցրտարությունը ոնց որ տեղ-տեղ ա խփե, մեկ կտորը ասում է բերքը թուլ է, բայց ես մյուս կտորը բերքը ուժեղ է։ Այսինքն եթե եսի գումարենք նրա վրան, դու ստանդարտ բերք ունես։ Այդ ինչ արած արտահայտությունն է, ես ամեն հեկտարն եմ ապահովագրել։ Ինքը ոնց է կայնում ինձ ասի, գիտես ինչ կա, մեկ կտորը լավն է, այն մեկ կտորը վատն է։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ կարկուտի հասցրած վնասների փոխհատուցում դեռ չի տրամադրվել, քանի որ տվյալները դեռ ամբողջացվում են։ Ասացին որոշում կկայացվի ամփոփումից հետո, սակայն ժամկետներ չեն նշում։ Նախորդ տարի էլ գրեթե նույն պատասխանն էինք ստացել գերատեսչությունից։ Արմավիրցի ծիրանագործ Արաբո Փիլոյանը նշում է, որ իր ընտանիքը նախորդ տարի էլ որևէ աջակցություն չի ստացել, այս տարի նույնպես հույս չունեն։ Բայց ընդգծում է, գյուղացին միայնակ չի կարող դիմակայել բնության հարվածներին, իսկ ֆինանսական բեռը գնալով ավելի է ծանրանում։ Բա էլ ինչով զբաղվի գյուղացին, հարցնում են։
Միջազգային լրահոսից Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի զոհերին, որոնց թվում են նաև զինվորական հրամանատարներ, միջուկային գիտնականներ։ Վաղ առավոտյան Թեհրանի կենտրոնում հազարավոր իրանցիներ են հավաքվել։ Հուղարկավորության երթն առաջնորդել են նախագահն ու արտգործնախարարը։ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն անցնում է 600-ը, այդ թվում 30 գեներալ և 11 միջուկային գիտնական։ Միացյալ Նահանգների Սենատը, որ վերահսկվում է հանրապետականների կողմից, մերժել է դեմոկրատների բանաձևը, որով սահմանափակվելու էր նախագահի հնարավորությունները Իրանի դեմ հետագա ռազմական ուժ կիրառելու հարցում։ Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտնել էր, որ կրկին կարող է հարված հասցնել Թեհրանին։ Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել է, թե հավատում է, որ Գազայում Իսրայելի և ահաբեկչական Համասի միջև հրադադար կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում։ It's a terrible situation that's going Gaza he's asking about. And we think within the next week we're going to get a ceasefire. Ինձ հաճախ են հարցնում, կարծում եմ մոտ ենք։ Ես հենց նոր խոսեցի այդ հարցով զբաղվող որոշ մարդկանց հետ եւ իրավիճակը շատ սարսափելի է։ Կարծում եմ, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հրադադար կլինի։ Եվ ինչպես գիտեք, մենք այնտեղ շատ գումար եւ սնունդ ենք ուղարկում, որովհետեւ պարտավոր ենք։ Թեև տեսականորեն մենք կապ չունենք, բայց իրականում ներգրաված ենք, որովհետեւ մարդիկ են մահանում։ Ես նայում եմ այդ մարդկանց, որոնք ոչ սնունդ ունեն, ոչ էլ որևէ բան։ Եվ գիտեք, հենց մենք ենք, որ դրանք հասցնում ենք այնտեղ, բայց դրանց մի մասը խլում են վատ մարդիկ։ Գիտեք, տալիս ես, որ բաժանեն ժողովրդին, բայց նրանք փոխարենը գողանում են սնունդը եւ վաճառում։ Բայց հիմա արդեն բավականին լավ համակարգ ունենք։ Տեսնում եք այդ մարդկանց հերթերը, որոնք փաստորեն օրը մի անգամ են սնունդ ստանում։ Ցավալին այն է, որ մյուս երկրները չեն օգնում։ Ոչ ոք չի օգնում։ Մենք ենք դա անում, որովհետեւ կարծում եմ, որ նման հումանիտար պայմաններում պարտավոր ենք օգնել։ Because I think we have to on a humanitarian basis like this. Ուկրաինայի Սևծովյան Օդեսա քաղաքում բազմաբնակարան շենքի վրա ռուսական հարվածից զոհվել է 2 մարդ, առնվազն 14-ը վիրավորվել են, այդ թվում 3 երեխա, մեկը ծանր վիճակում է։ Ռուսաստանն ակտիվացրել է անօդաչու սարքերի և հրթիռների հարձակումները Ուկրաինայի քաղաքների վրա 3.5 տարի տևող պատերազմի դիվանագիտական լուծման ջանքերն ըստ էության փակուղում են։ Раз, два, три. Լրատվական կենտրոնում այսքանը, օրվա լուրերը կարդալու համար բաժանորդագրվեք մեր էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։